Այսօր մենք հավաքվել ենք ներկայացնելու հայկվե դիտորդական առաքելության դիտարկումները Վաղաշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած թիմ համամասնական ընտրությունների քվեարկության օրվա վերաբերյալ մեր դիտարկումները կներկայացնեն հայկվե դիտորդական առաքելության շտաբի պետ Դարան Պետրոսյանը, հայկվե վարչության անդամ և երիտասարդական ակումբների դաշնություն հասարակական կազմակերպության նախագահ Ատոմ Իխտարյանը և հայկվե միավորման համակարգող ձեր խոնարհ ծառան Ավետիք Չաղեբյանը։ Մինչև որոնք մտնում են մեր միավորման մեջ, գործելով հայկվե դիտորդական առաքելության շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից այսօր, որտեղ մեր դիտորդական առաքելությունը շարունակվում է, Վաղաշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած դիմադրություններին մասնակցել են անկախ դիտորդի կարգավիճակով, իրականացնելով ընտրական գործընթացների և կարծրաշավի և քվեարկության և հիմա այլ արդեն վերահաշվարկների փուլն է, մշտադիտարկում ներառյալ քվեարկության դիտորդական վերահսկողություն 14-րդ ընտրատարածքի 47 ընտրատեղամասերում, որոնք ներառում են նախկին Վաղաշապատ համայնքը և նախկին Խոյ համայնքները։ Մեր կողմից հավատարմագրված է եղել 123 դիտորդ, դա այս ընտրություններին մասնակցած առավել խոշոր դիտորդական առաքելությունն է, փաստացի մեր դիտորդների թիվը պրակտիկորեն հավասար է մնացած բոլոր դիտորդական առաքելություններին հավատարմագրված դիտորդների թվին։ Մինչև մեր արձանագրած իրականում բազմաթիվ խախտումներին և խնդիրներին անդրադառնալ, ես կուզենայի կիսվել մի քանի կարևոր ընդհանուր դիտարկումներով։ Ինչպես գիտեք, Վաղաշապատ խոշորացված համայնքում, որը ներառում է նախկին Վաղաշապատ և Խորհրդի համայնքները, եւ որոնք ի դեպ հենց ընտրությունների օրվանից հետո են համարվում մեկ միասնական խոշորացված համայնք, ընտրություններին մասնակցել է մոտ 31500 ընտրող, ընտրական մասնակցությունը մոտավորապես 45% է, որը բավական բարձր թիվ է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար։ Ընտրական շեմը հաղթարել են 3 մասնակից ուժեր՝ քաղաքացիական պայմանագիրը, որը ստացել է ընտրողների ձայների 48.5%-ը, Հաղթանակ դաշինքը, որը ստացել է 31.8%-ը, և Մայր Հայաստան կուսակցությունը, որը ստացել է ընտրողների ձայների 5.4%-ը։ Սա արդեն հրապարակված նախնական արդյունքներ են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Սակայն եթե այս ընտրության արդյունքները մենք բաժանենք ըստ երկու նախկին համայնքների՝ Վաղաշապատի և Խոյի, կստացվի իրարից իհարկե շատ տարբեր երկու պատկեր, որ մենք ձեզ կուզենայինք ներկայացնել, քանի որ մենք տիրապետում ենք յուրաքանչյուր ընտրատեղամասից արդյունքներին։ Ուրեմն Խոյ համայնքում քաղաքացիական պայմանագիրը ստացել է 59.2%, Հաղթանակ դաշինքը 21.2% և Մայր Հայաստանը 10.5%, ընտրողների թիվը կազմել է մոտավորապես 12000 մարդ, ընտրական մասնակցությունը 53%, այսինքն էապես ավելի բարձր, քան թե ամբողջ համայնքի միջինը։ Եթե վերցնենք Վաղաշապատ նախկին համայնքը, ապա այստեղ պատկերը ըստ էության կարելի ասել տրամագծորեն տարբեր է։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 42% ձայն, Հաղթանակ դաշինքը 38.5% ձայն, Հանրապետությունը 5.2% ձայն, Ազատ դեմոկրատները 5% ձայն, Հայրենիքը 4.8% ձայն, Մայր Հայաստանը ի դեպ նախընտրական շեմը այստեղ չի հաղթարել և ընտրողների թիվը կազմել է մոտավորապես 19500 մարդ, ընտրական մասնակցությունը 42%, այսինքն էապես ավելի քիչ, քան թե միջինը և շատ ավելի քիչ, քան թե Խոյ համայնքում։ Փաստացի նախկին Վաղաշապատ համայնքում ընտրությունների պատկերը էապես տարբերվում է նախկին Խոյ համայնքում ընտրությունների պատկերից։ Սակայն, որը շատ կարևոր է, ընտրությունների արդյունքը կանխորոշվել է Խոյ համայնքում ձայների բաշխման և ավելի բարձր ընտրական մասնակցությամբ, էապես ավելի բարձր ընտրական մասնակցությամբ։ Խոյ համայնքում փաստորեն անցել են 3 ուժեր, որոնք անցել են նաև ընդհանուր համայնքում։ Սակայն եթե մենք վերցնենք 3 քաղաքական ուժ, որոնք են Հանրապետությունը, Ազատ դեմոկրատները և Հայրենիքը, չեն հաղթարել ընտրական շեմը ընդհանուր համայնքում, և չեն անցել համայնքային հավաքանի։ Սակայն եթե ընտրությունները տեղի ունենային միայն Վաղաշապատում, այս 3 ուժերն էլ կհաղթահարեին ընտրական շեմը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ընդհանրապես մեծած խոշորացված համայնքում փաստորեն 3 ուժ չեն անցել, որոնք կարող են անցնել, եթե Վաղաշապատում ընտրությունները տեղի ունենային։ Սա իրական լուրջ հարց է բարձրացնում, թե որքանով ընդհանրապես հիմնավորված եղել
այդ երկու համայնքների միավորումը, եթե երկու համայնքներում ապրող ընտրողները էապես տարբեր ընտրական նախապատվություններ եւ պատկերացումներ ունեն այն քաղաքական ուժերի վերաբերյալ, որոնք իրանց ընտրել են։ Փաստացին այդ Վաղաշապատ քաղաքում ի տարբերություն Խոյ համայնքի ընդհանրապես որևէ ուժ ընդգծված մեծամասնություն չունի, փաստորեն երկու ուժեր հավասարժեք աջակցություն են ստացել, եւ եթե Վաղաշապատում տեղի ունենար ընտրություններ առանձին, ապա այս արդյունքներով, որտեղ կարող արդյունքներն տարբեր լինեն, բայց այս արդյունքներով կառավարումը պետք է տեղի ունենար ավականում կոալիցիայի ձևավորման միջոցով, եթե ընտրությունները լինեին զուտ Վաղաշապատ համայնքի շրջանակում։ Սա շատ կարևոր է, եւ հայ հարցը բարձրացնում, թե ինչ նպատակով են այդ երկու համայնքները միավորվել, որն է եղել դրա հիմնավորումը ընդհանրապես։ Հաջորդ հարցը, որի վրա մենք կուզենայինք ուշադրություն հրավիրել, եւս որպես դիտորդ է, պահպանելով քաղաքական ճոզեկցության սկզբունքը։ Քվեարկության հաջորդ առավոտը, երբ դեռ ընտրությունների պաշտոնական արդյունքներն չեն ամփոփված, իսկ հիշեք, որ դրանք ամփոփվել են մոտավորապես մեկ շաբաթ հետո, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շտապելով շնորհավորել ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ղեկավարին, հայտարարել է, որ այս ընտրությունների արդյունքները հավելյալ լիցք կտան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գործող կաթողիկոսից ազատելու համար։ Այս կապակցությամբ որպես դիտորդական առաքելություն մենք ցանկանում ենք նշել հետևյալը։ Առաջինը, մեր երկրում եկեղեցին անջատ է պետությունից, ուստի որևէ համայնքում թիմ ընտրությունների արդյունքները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ եկեղեցու ներքին կազմակերպման վրա, որևէ կերպ չեն կարող անդրադառնալ։ Ըստ էության դա Սահմանադրության 18-րդ կետի խախտում է, որը հստակ շեշտում է, որ մեր երկրում բոլոր կրոնական կազմակերպությունները, ոչ միայն հայ առաքելական եկեղեցին, անջատ են պետությունից։ Ուստի այս հայտարարությունը շատ տարօրինականհնչում եւ ըստ էության սա հակասահմանադրական բնույթ ունի։ Երկրորդը, Վաղաշապատ համայնքում կայացած ընտրությունների համատեքստում ընտրողների ճնշող մեծամասնությունը ներառյալ նաեւ հաղթած քաղաքական ուժին ձայն տվածները ընտրություններ են գնացել սեփական համայնքների խնդիրների լուծման ակնկալիքով եւ որևէ մեկին մանդատ չեն տվել եկեղեցու կամ կաթողիկոսի դեմ հայտարարություններ կատարելու։ Ուստի նման հայտարարությունները ընտրություններին չմասնակցած անձի կողմից մեր տեսանկյունից մեր քաղաքացիների ձայնի առերևույթ շարժման տարեր են պարունակում։ Մեր քաղաքացիները գնացել են աջակցելու Արգիշտի Մեխակյանին, Ենթադրենք Սևակ Խաչատրյանին, Խաչիկ Մանուկյանին եւ այլը, որոնցից ոչ մեկը հակաեկեղեցական կարգախոսներով հանդիպ եկել ընտրություն եւ դա մենք արձանագրել ենք։ Երրորդը, որի մասին մենք կուզենայինք խոսել։ Մեր կարծիքով եւ դա եւս մենք արձանագրում ենք որպես դիտորդական առաքելություն, այս ընտրությունները աչքի են ընկել ընտրախախտումների աննախադեպ բարձր մակարդակով։ Մանավանդ նախկին Խոյ համայնքի տարածքում եւ դրանցից շատերը պատշաճ կերպով արձանագրված են մեր զեկույցում եւ ձեզ կներկայացվեն։ Ավելին ձեզ ասեմ, մեր զեկույցը նաեւ ամփոփման փուլում է, այսօր մենք կներկայացնենք նախնական տվյալները, բայց տվյալները շարունակում են գալ մեր դիտորդներից, նույնիսկ բոլորը չենք հասցրել այս ընթացքում ամփոփենք, մեր գործընկերները կներկայացնեն, բայց արդեն կարող ենք ասել, որ մանավանդ Խոյ համայնքում խախտումների մակարդակը անթույլատրելի բնույթ է կրում։ Մասնապես համատելով Գյումրիում եւ Փարաքարում այս տարի կայացած թիմ ընտրությունից, որոնք մենք եւս դիտարկել ենք, պետք է նշենք, որ այս ընտրությունները թեև առերևույթ ազատ են, սակայն տեղի են ունեցել քաղաքացիների ազատ կամքի նկատմամբ զանգվածային ներգործության պայմաններում եւ քարոզարշավի փուլում եւ քվեարկության օրը։ Եվ դա հիմք է տալիս ենթադրել, որ դրանք կրել են կազմակերպված եւ որոշակիորեն միտումնավոր բնույթ, դրա նպատակն է եղել ներգործել քաղաքացիների ազատ կամքի արտահայտման վրա եւ դա էլ ունեցել է բավական ընդգծված ազդեցություն մանավանդ նորություն կրկնում Խոյ համայնքում ընտրությունների վերջական արդյունքների վրա։ Մենք դրա մասին ավելի մանրամասն կպատմենք ձեզ եւ ել ավելի մանրամասն կներկայացնենք մեր վերջնական զեկույցում։ Մինչ այդ ես ուզում եի հատուկ շնորհակալություն հայտնել մեր եւ նաեւ մյուս դիտորդական առաքելությունների բոլոր դիտորդներին, որոնք այդ օրը ծավալուն աշխատանք են իրականացրել։ Հիշեցնեմ ձեզ, որ 47 ընտրատեղամասի մասին է խոսքը, որտեղ մենք ամենուրեք ունեցել ենք ներկայություն, առնվազն 1, բայց շատ հաճախ 2 դիտորդ, այլ դիտորդական առաքելությունների հետ միասին մենք պաշտպանել ենք մեր քաղաքացու ձայնը, գործել ենք բացարձակ անաչառ, կենտրոնացած ենք եղել միայն ընտրախախտումները կանխելու վրա, որը եւ արձանագրված է բոլոր ընտրական հանձնաժողովների կողմից եւ կատարվել է հսկայածավալ աշխատանք, քանի որ մենք սկսել ենք աշխատանքը առավոտյան ժամը 6-ին, ավարտել ենք գիշերը ժամը 1-ին, ստեցան 19 ժամ մարդիկ անընդհատ եղել են գործողության մեջ առանց աչքը թարթելու միայն մեկ նպատակով, որպեսզի մեր քաղաքացիները համոզված լինեն, որ նրանց ձայնը պաշտպանված է, որ իրանք իրենց ձայնով կարող են իրենց համայնքներում իշխանություն ձևավորել։ Ուստի ուզում եմ առիթ օգտագործելով շնորհակալություն հայտնել
մեր բոլոր դիտորդական առաքելությունների մասնակիցներին, նաև հանձնաժողովների անդամներին, որոնք մեր հետ զուգահեռ այդ ծանր բեռը իրենց վրա տարել։ Դրանով խոսքը փոխանցեմ պարոն Մխիթարյանին, ներկայացնելու արդեն կոնկրետ ընտրախախտումները ըստ կոնկրետ ընտրատեղամասերի, նույնիսկ ուզում եմ կրկնեմ, սա նախնական բնույթակրում իրականության մեջ դրանք ավելի շատ են։ Շնորհակալություն։